Այս ամենի ֆոնին բացառում եք, որ Նիկոլ Փաշինյանը մի օր էլ կկանգնի, կասի, որ Հայաստանը եւ վերջ եւ մի օր էլ կասի Հայաստանի հարցում եմ սխալվել։ 100%։ Ոչ ոք չի կասկածի։ Եթե նրան այդ հնարավորությունը տրվին, նա հիմա նայեք, մի հատ բրոշկա է, չէ՞, խփեք գլխին, գլխարկի, որտեղ հասնում է ուրիշտեղ չեմ տեսել, բայց կարող է, էլի, ուղղակի ես կարողա չեմ տեսել։ Որտեղ ասում, հիմա դա ինքը ներկայացնում է իբրև Հայաստանի քարտեզ, չէ՞։ Հիմա ընտրողները կարան ասեն հլարիստ է։ 2020 թվին դու ինչ քարտեզ էիր բաժանում, չէ՞։ Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագիր էր բաժանում 20 թվի հանրահավաքի քարոզարշավին, որտեղ Հայաստանը Արցախի հետ էդի համարում էր հպարտ քաղաքացու անձնագիր։ 6 տարի անցել է, կեսը չկա դրա։ Այսինքն դրան տալ այդ հնարավորություն նշանակում է այդ իր բրոշկան աստիճանաբար սարքել զապինկա։ Ասում են իրադարձությունն է փոխվել։ Ասում են մենք չենք Բա իրադարձությունները փոխվել են, ինքը մնացել է, բայց այդ իրադարձությունները փոխվի, չէ՞։ Բա այո, իրադարձությունները փոխվել են, հիմա էլ պետք է իրան փոխենք, բայց դրա համար հայտարարում ենք, որ հիմա փոփոխությունների շրջանն է։ Հիմա ինքն էլ կփոխվի, իր փոխարեն մենք արդեն կունենանք շատ նորմալ, սալիտնի վարչապետ, նայում ես այն մարդը, ասում ես մարդ է, մարդու կարոտ ենք մնացել, այսինքն ընկել ենք սրա ծառը։ Հիմա մարդիկ հիմա իրանց աշկով տեսնում են, թե նաև ինչպիսին կարա լինի Հայաստանի վարչապետը, չէ՞, ինչպիսին կարա լինի վարչապետի կինը, ինչպիսին կարա լինի վարչապետի շրջապատի մարդիկ, չէ, մաքուր, լվացված, նորմալ, վերջը էլի մարդիկ տենում են, որ այդ կարա լինի, ասենք մեզ մինչև թվացել է, չէ, էդ է ձևը, բայց մարդիկ տենում են, որ չէ, ուրիշ բան է կարա լինի։